Այսօր որոշեցինք քննարկել մասնագետների հետ, թե ինչ է ըստ էության կոլեկտիվ տրավման եւ ինչու է դրա հաղթահարումը շատ կարևոր։ Թե թույլ տաք առաջին հարցը պարոն Աթանեսյան կուղեմ ձեզ։ Ինչպես կբնութագրեք հետ պատերազմական սոցիալ-հոգեբանական իրավիճակը մեր երկրում եւ ինչ երկրների հետ կարող ենք զուգահեռներ անցկացնել։ Կօգնեք մեզ սկսել քննարկումը, խնդրեմ։ Շատ շնորհակալ եմ եւ ողջունում եմ։ Այո, ես միշտ ասում եմ, որ մենք բոլորս տարբեր էինք, բայց 20 թվից հետո բոլորս ֆրունզիկի պես դարձանք, տխուր աչքերով մարդիկ, ովքեր որ շատ կարևոր գործ են անում կամ չեն անում, բայց բոլորս այդպիսին ենք։ Դե սա է կարման, պիտի հաղթահարենք եւ հաղթահարելու process-ում մեծագույն դեր ունեն իհարկե մասնագետները։ Մեր իրականության մեջ մեր բնակիչների էական մասի խնդիրն այն է, որ ոչ թե չեն դիմում մասնագետների, այլ գտնում են, որ ինքնուրույն կարող են։ Եվ այդպիսի հայկական մեծատառով մենք միշտ ունեցել ենք, ես ինքս կարող եմ։ Սա ունի եւ ինչպես ասում են ամերիկացիները եւ opportunities, հնարավորություններ եւ նաեւ ռիսկեր, երբ որ դու ինքդ քո մեջ այնքան համոզված ես, որ մասամբ կարող ես լուծել խնդիրները, մասամբ չես կարող եւ այդ չկարողացածների մասսա ենք տեսնում տրանսպորտում, փողոցներում, միմյանց կողքին, ովքեր կամ փորձում են, կամ արդեն չեն փորձում։ Այս երկու վիճակը կա եւ ես էլի առիթը օգտագործելով շնորհակալություն եմ ուզում ձեզ ասել ձեր հիմնադրամին, առար հիմնադրամի մասին խոսեցիք, պարոն Խաչիկյանն է ղեկավարը այստեղ, տիկին Նայիրայի Խաչատրյան անունը տվեցիք մեր գործընկերը Երևանի պետական համալսարանից շնորհակալություն իրեն, այստեղ առաջատար կլինիկական հոգեբան Դավիթ Նեգևորքյան նստած անձամբ գիտեմ, թե ինչպես էր 20 թվին եւ դրանից հետո coping անում այս տրավմաների հետ եւ այլն Խաչիկը Գասպարյան հոգեբան հայտնի, որը էֆեկտիվ է շատ եւ շատ պոզիտիվ է, շատ բարի մարդ է, հոգեբանը չի կարող ոչ բարի լինելով էֆեկտիվ լինել։ Տիկին Անտոնյանն է այստեղ եւ կասի մի մասը այն մեծ գործերի, որոնց մասին բոլորս գիտենք եւ ինքը անում է։ Ինչպիսին ենք մենք 20 թվից հետո, իսկապես պարոն Նիկողոսյանը շատ ճիշտ ասեց, մենք տրավմայի մեջ ենք եւ այդպիսի սահմանում կա տրավմայի հասարակություն գոյություն ունի, այսպիսի տեսակ կա հասարակության, որը որ բնութագրվում է որպես մի քանի երևույթների համապարփակ դրսևորումներ։ Եթե մենք դրանք տեսնում ենք, ապա մենք տրավմայի հասարակություն ենք, անկախ նրանից եղավ ինչ որ մի վատ բան թե ոչ։ Եվ հասարակությունը կարա տրավմատիկ լինի անգամ եթե ամեն ինչ շատ նորմալ է։ Առաջինը վստահության գրեթե բացակայությունն է, ոչ միայն յուրայինների, այլ նաև այլոց հանդեպ։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունների, պետական մարմինների, ընդդիմության ռեյտինգները անհնարին կերպով ցածր են։ Օրինակ ազգային ժողովի ռեյտինգը 10% է, մինչդեռ մենք պարլամենտական հանրապետություն ենք։ Սա նշանակում է failed state-ի իդեալական վիճակ, վատ իմաստով, ձախողված պետություն, որը որ պարլամենտական լինելով չունի հեղինակավոր պարլամենտ։ Սա անգամ եթե չլիներ 20 թիվը, այն որ մենք պետություն ենք, որին չենք վստահում, արդեն տրավմայի հասարակություն ենք։ Եկեք ֆիքսենք սա։ Սոցիոլոգիան տեսնում է ավելի խորքային բաներ շատ հաճախ, քան օրինակ քաղաքագիտությունը։ Եվ այս իմաստով մենք այո, այս ցուցանիշը տրավմայի հասարակություն է, երբ որ նայում ենք իսկ ում ենք վստահում, եթե ոչ մեզ, ապա տեսնում ենք, որ ոչ ոքու նաև դրսում։ Հիասթափվածությունը տրավմայի հասարակության երկրորդ էլեմենտն է։ Երրորդ էլեմենտը փորփրումն է քո անցյալի մեջ, ինչպես երեխան ինչ որ բան չկարողանալով դպրոցում սկսում է մեղադրել ինքն իրեն եւ ասում է միգուցե ես եմ վատը։ Մենք սկսել ենք փորփրել մեր պատմությունը այսօր եւ պետական մակարդակում ցավոք սրտի, երբ որ դա անում է անհատը, դա ներելի է եւ բուժելի է, երբ որ դա անում է պետությունը ինստիտուցիոնալ մակարդակում, փորփրելով պատմության դասագրքերի մեջ, սեփական անցյալի մեջ, սա ստրատեգիական սխալ է եւ ոչ թե խապկանք կամ դժվարություն։
Մենք ունենք այդ երկու մակարդակը այսօր ցավոք սրտի։ Եվ եւս մի բան, երբ որ հասարակությունը սկսում է ուրեմն խառնել լավն ու վատը, սա էլ է տրավմայի հասարակության դրսևորումը, խառնելով լավն ու վատը, եւ ես ուրեմն այդ ինֆորմացիոն տեսանյութը նայելով տեսա, որ մենք մի փոքր եւս շատ նեղացրել ենք հոգեվոր առողջությունը եւ հոգեբանականը, մենք ասում ենք հոգեվոր գծիկ հոգեբանական, հոգեվոր արժեքները լայն հասկացություն են, եւ մենք իսկապես պիտի վերադարձնենք մեր հասարակության արժեքներ, մենք կորցրել ենք շատ արժեքներ, մենք հայտնի ենք որպես բարձր արժեքներ ունեցող պետություն, մշակույթ, արվեստ, այս տունը, շենքը Արամ Խաչատուրյանի, բայց առօրյա մշակույթ չունենք, կենցաղավարություն չունենք, ծնողավարություն չունենք։ Եվ այս բազմաթիվ խնդիրները ավելի կարևոր են շատ հաճախ, քան օպերային թատրոնի աֆիշաները, որովհետև մենք ապրում ենք կենցաղավարության մեջ եւ ոչ թե դասական մշակույթի։ Այսպիսին է մեր մշակույթը, մեր հասարակությունը եւ 20 թիվը եղավ։ 20 թիվը կարծես թե խորացրեց եւ ցուցադրեց այն ով ենք մենք եւ ինչ կրիզիսի մեջ ենք գտնվում։ Իսկ մենք կրիզիսային հասարակություն ենք նաև միջև այդ, որովհետև մինչ այսօր չէինք կողմնորոշվել, մենք ով ենք, արևելք ենք, թե արևմուտք ենք։ Սա էլ է տրավմա ստեղծում, որ չգիտես առավոտյան ուր ես գնում։ Ընդ որում չգիտես ոչ միայն միկրո մակարդակում որպես մարդ, այլ որպես մակրո երևույթ պետություն, որպես ազգ։ Եվ եւս մի բան, մենք միջև այսօր չկողմնորոշվեցինք վերջը։ Օրինակ, Արցախը ինչ է։ Անկախ է, Հայաստանի մի մաս է, Հայաստանի անկախության մի մասը չի ընդհանրապես։ Եվս մի գործոն, որի պատճառով մենք տրավմայի մեջ մտանք, շատ խորքային, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակն էր, որը տևեց 30 տարի գրեթե։ Այդ վիճակում դու չես կարող, օրինակ դու ապրում ես մի հարևանի հետ, որը որ օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն տականք է, սպառնալիք է, բայց դու չգիտես իր հետ ընկերություն ես անում, հարևանություն ես անում, թե կռիվ ես անում։ Հայտնի չի, բայց այդ պատը անընդհատ խոցելի է քեզ համար եւ վտանգ է։ Եվ ահա վերջի վերջո կամ պատն է ջարդվում կամ քո պսիխիկան։ Եվ մեզանում տեղի ունեցան այդ երկուսը միաժամանակ 20 թվին։ Դա ահավոր դժվար երևույթ է։ Եվ երբ որ մեր պետությանը եւ մեր բնակչությանը այս կամ այն պաշտոնյաներ եւ այլն վերլուծաբաններ սկսում են քննադատել, ես ասում ժողովուրդ, տրավմայի մեջ գտնվող մարդուն հայհոյելով չես բուժի, անպատվելով չես բուժի, պետք է համագործակցես իր հետ, խոսես իր հետ, եւ կարողանաս դա անել, նշանակում է գոնե մասնագետներով մենք չպիտի տրավմայի հասարակության ներկայացուցիչները լինենք, բայց միևնույն ժամանակ, որպեսզի մենք իրեն հասկանանք, պիտի լինենք այդպիսի վիճակի ներկայացուցիչ։ Եվ սա էլ է դիլեմա շատ բարդ մասնագետի համար, դու եւ պիտի լինես ավելի առողջ, եւ պիտի լինես շատ ավելի հիվանդ, որպեսզի երկու իրավիճակները հասկանաս, կարողանաս հասկանալ։ Այս է, պարոն Նիկողոսյան, սա որպես challenging։ Շնորհակալություն, պարոն Օթանեսյան, ըստ էության խնդիրները միգուցե խտացված, բայց կարճ ժամանակում համապարփակ կերպով ներկայացնելու համար եւ հավանաբար զրույցը քննարկումը շարունակելու համար ճիշտ է հիմա պարոն Դովլաթյանին անցնելն է։ Ինչ եք կարծում, պարոն Դովլաթյան, որոնք են սոցիալական հետևանքների մասին լսեցինք, անվստահություն եւ այլն։ Իսկ հոգեբանական իմաստով որոնք են կոլեկտիվ տրավմայի անհատականացված հետևանքները, կամ միգուցե այս հարցին պատասխանեք, հետո կանցնենք առաջ։ Տեսեք, շատ դժվար առանձնացնել հա սոցիալական հոգեբանականը, որովհետեւ կոլեկտիվ տրավմայի արդյունքում սովորաբար խալխլվում են հենց սոցիալ հոգեբանական հիմքերը, խալխլվում են այն հիմքերը, որի վրա կառուցվում է ինքնությունն ու պատկանելությունը։ Ու հենց սրա պատճառով, որ միասին շատ ենք խոսել դրա մասին, որ մարդիկ հաճախ իրենց ապագան տեսնում են ավելի մշուշոտ։ Մարդկանց մոտ նվազում է վստահությունը թե սոցիալական կառույցների նկատմամբ, թե մարդկանց նկատմամբ,
թե ապագայի նկատմամբ, այսինքն ոնց որ շարքից դուրս է գալիս մարդու ամենակարևոր, հա, պահանջմունքը այդ անվտանգության պահանջմունքն է, մարդը իրեն զգում է անապահով եւ կարծես թե իրեն գցում է գոյատևման ռեժիմի մեջ ու սկսում է այդ իր համար փոքր անապահով տեղում գոյատևել վախենալով ապագային միտված, ապագային ուղղված որևիցե գործողություն կատարել։ Մարդիկ ապագայի հետ կապված պլաններ չեն կազմում, միշտ հաճախ լսում ենք, հա, որ սպասեք տեսնեն գլխներից ինչա գալիս նոր։ Բայց ոնց որ նաև կոլեկտիվ տրավման ինչով է, հա, նո վտանգավոր, չվտանգավոր ասեմ, որ ինքը շարքից դուրս է հանում այդ կոլեկտիվ ամբողջականությունը ու կարևոր չի պայմանական այդ գյուղում ինչ որ մեկը մասնակից եղել է պատերազմի, թե չէ։ Եթե կոլեկտիվ տրավման տեղի է ունենում, անկախ նրանից դու այդ տրավմային մասնակից եղել ես, թե չէ, այդ իրադարձությանը մասնակից եղել ես, թե չէ, մեկը կրելու ես դրա հետևանքները։ Պատասխանեցի։ Այսինքն այդ անհատական հետևանքների կրումը ըստ էության ինքը թուլության նշան է, թե ինչ որ փոփոխվող իրադարձությանը արձագանք կամ դրան ադապտացիա, ռացիոնալ ադապտացիա։ Տեսեք, եթե խոսում ենք ադապտացիայից, կարանք ասենք, որ մեր հոգեկանը ինքնավերականգնման եղանակներ ունի ու 44-օրյա պատերազմից հետո շատերը քիչ թե շատ իրենց մեջ ուժ են գտել, հաղթահարել են իրենց խնդիրները ու առաջ են շարժվել, բայց շատերի մոտ էլ այդ ինքնակարգավորող մեխանիզմները չեն աշխատել ու մարդիկ մնացել են այդ գոյատևման ռեժիմի մեջ, հա, Մասլոուի բուրգը եթե նայում ենք, իրանք այն ներքևի երկու սյունակներում են կարծես, անդադ սպասում են վտանգի, անդադ սպասում են, որ հեսա մի բան տեղի ունենալու, չնայած օբյեկտիվորեն վտանգ չկա, օբյեկտիվորեն սպառնալիք չկա, բայց մեկը կա օրգանիզմի ոնց ասեմ այդ բառը անջատվեց հարմարվողականության այդ ռեժիմը, որ վտանգի է սպասվում ու մարդուն անդադ գցում է մի վիճակի մեջ, որ դու վտանգի մեջ ես, պատրաստվիր։ Ու հենց սրա հետևանքով է, որ պատերազմից հետո շատացել են տագնապային դրսևորումները, հա, մարդկանց մոտ հիմնական դրսևորումներից են սրտխփոսներ, խուճապային գրոհները, շնչարգելություն, թեպետ եւ թվում է թե վտանգ չկա, բայց մեկը օրգանիզմը ընկած է այդ պայքարելու ռեժիմի մեջ։ Շնորհակալություն, քիչ առաջ խոսեցի Արար հիմնադրամի հետ համատեղ մեր տվյալների վերլուծության մասին, որը անշուշտ հրապարակված է թե Արարի կայքում, թե մեզ մոտ եւ խորհուրդ կտամ բոլորին նայել։ Երկու խումբ կար, որոնք որ համադրելի տագնապայնության, համադրելի դեպրեսիվության ծավալ ունեին միջինից դեպի ծանր։ Մեկը այրիներն էին, մարդիկ ովքեր ներկայացել էին այրի, այսինքն մասնակիցները ըստ էության անանուն էին, եւ երկրորդ խումբը, որ համադրելի էր տագնապայնության, դեպրեսիվության աստիճանով այս խմբի հետ, երիտասարդներն էին, ուսանողները, որը հավանաբար կապված երևի ապագայի անորոշության հետ։ Տիկին Անտոնյան, եթե թույլ կտաք անդրադառնալ ձեզ։ Խոսվեց անվստահության մթնոլորտի, խոսվեց ինքնության խաթարման հետևանքի մասին, որպես կոլեկտիվ տրավմայի ավելի անհատական հետևանք։ Դուք բազմաթիվ երկար տարիներ, բազմաթիվ ծրագրեր եք կամ ղեկավարում, կամ աջակցում եք դրանց։ Եթե նայենք հետ պատերազմական փուլի այս հումանիտար ծրագրերին, աջակցման ծրագրերին, ինչ խորքային վերականգնման նպատակները հաշվի առնելով, ինչ բացեր, ինչ հանգամանքներ կնշեիք, որոնք որ այդուամենայնիվ արվել են, բայց բաց են մնացել ու սրանց շարունակականությունը կարա էլ ավելի խորացնի խնդիրները։ Խնդրեմ։ Նախ շնորհակալություն հրավերի համար, ես հնարավորության համար, երբ որ մտածում ենք ընդհանուր, այսինքն
մեզ միավորող ինչ-որ բան կա բոլորիս այս լսարանում եւ նաեւ այս լսարանից դուրս շատ մարդկանց եւ միավորող նպատակասեմ կամ խնդիրներից մեկն այն է, իսկ հաջորդիվ ինչ ուղերձ ենք տալիս այն մարդկանց, ում փորձում ենք օգնել, օգտակար լինել, ովքեր գոյատևման պայքարի մեջ են կամ նաեւ նրանց, ովքեր իրենց սեփական դիմակայունության հաշվին կամ գուցե մասնագիտական օգնության հաշվին ձեռք բերած դիմակայության շնորհիվ, մասնագիտական օգնության շնորհիվ ձեռք բերված դիմակայության միջոցով փորձում են հաջորդ քայլը տեսնել։ Մենք հավանաբար ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ բավական լուրջ շերտավորում է գոյացել, շերտավորում է տեղի ունեցել եւ այն առաջին խառնաշփոթ բավական այսպես քաոտիկ վիճակից հետո մենք հիմա եկել ենք տրանսֆորմացիոն ինչ-որ մի process-ի առաջ ենք կանգնել, ամբողջ հարցը նրանումն է արդյոք պատրաստ ենք այդ տրանսֆորմացիային թե չէ, այդ ուղին անցնելու պատրաստ ենք թե չէ։ Ներկաներից շատերը կհիշեն, որ 23-ի սեպտեմբերյան ահավոր օրերին այն տեղերում, որտեղ դիմավորում էին մարդկանց, կար այսպես կոչված գուցե եւ նախապես պլանավորված, բայց մտածում եմ շատ անհաջող պլանավորված մի էպիզոդ, մի դրվագ, որը հուշում է նրա մասին, որ մենք լավ չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում ընդհանրապես օգնությունը որպես process։ Ես հիշում եմ, որ գրանցողներից, հաշվառողներից, կամավորներից, ովքեր օգնում էին, մարդկանց տեղափոխում էին աստիճաններով, մեքենաներ էին վարձում, տեղավորում, հիշում եք, ինչ ծավալի աշխատանք էր արվում։ Միևնույն ժամանակ այդ մեծ սրահում կար մի սեղան, վրան կպցրած հոգեբան, եւ այդ սեղանի վրա ննջող մի կին։ Ամբողջ ընթացքում այդ սեղանը դատարկ մնաց, ոչ ոք չմոտեցավ։ Կարծում եմ այդ կնոջ մեղքը չէր։ Այդպես չի, որ լավ մասնագետ չէր, ոչ ոք չէր ճանաչում իրեն։ Բայց չմոտեցան, որովհետև այդ պահին դա տեղին չէր։ Շատ անժամանակ, ժամանակից առաջ ընկած մի process էր, բնականաբար այդ կնոջ դերը օգնություն կազմակերպելու հարցում սեղանին գրված մասնագետի, այդ գրվածքով հաստատ որևէ մեկին չէր հրապուրի, դրա ժամանակը չէր։ Հետագա անելիքները, այդ դուք խոսեցիք նրա մասին, թե այդ առաջին փուլի հումանիտար օգնության կամ ճգնաժամային միջամտության փուլից հետո արդյոք ամեն բան գնում է ըստ պլանավորածի թե չէ։ Ցավոք սրտի ոչ։ Եթե սկզբի օգնության process-ը շատ ավելի խանդավառ էր, ու բարի հասկանալի իմաստով, այսինքն ամեն մեկը փորձում էր ինչ-որ մի բան անել, գուցե եւ սիներգետիկա առաջանում էր կամ չէր առաջանում, բայց հիմա մենք տեսնում ենք մարդիկ իրենց խնդիրների առջև մենակ։ Շատ փոքր աջակցության պայմաններում, էպիզոդիկ աջակցության պայմաններում, օազիսային, միտեղ ունենք, միտեղ չունենք, եւ դա մենք ամենակարևոր փուլում ենք իրականում, առաջին էմոցիոնալ արձագանքից հետո ավելի սիստեմավորած օգնություն կազմակերպելու փուլի առջև ենք եւ ես չեմ նկատում, եթե այդպես չի թող հնչեն հակառակ կարծիքներ, ես չեմ նկատում միավորող ուժեր, չեմ նկատում միավորված ջանքեր, որպեսզի այս կարևոր փուլը իսկապես անցնենք համակարգված ձևով։ Ինչն է դրա խնդրեմը, եթե այնտեղ սեղան ու վրան գրած հոգեբան այդ էպիզոդը խոսում էր նրա մասին, որ մենք անվարժ ենք իրականում նման իրավիճակներում արձագանքելու, այս փուլում ինձ թվում է պակասել է հետաքրությունը ինչպես միջազգային արենայում, այնպես էլ կազմակերպություններ, որոնք պատրաստ են դա անել, չունեն աջակցություն միջազգային դոնորներից, խիստ պակասել է այդ օգնությունը եւ նաեւ համակարգման խնդիր կա եղած հնարավորությունների։ Անշուշտ, ես չեմ ուզում շատ երկար խոսել այս մասին, բայց տեսեք, ինձ շատ մտահոգում է հետևյալը, որ ճիշտ այնպես ինչպես բիզնես ակտիվացման ծրագրերում մենք փաստորեն գործ ունենք, բացառապես գործ ունենք այն մարդկանց հետ, ովքեր իրենք այնքան ակտիվ են, որ ինքնուրույն փնտրում են, գտնում են ծրագրեր եւ դիմում են։ Եթե ուշադիր նայեք, բիզնես ակտիվացման ծրագրերին դիմում են նույն մարդիկ։ Նույն արցախցի տեղահանված անձը հնարավոր է 5-6 տարբեր ծրագրերում ակտիվ մասնակից է։ Ես վախենամ, որ եթե մենք
պիրամիդայի օրենքով չենք աշխատում, հա, առաջնային հոգեբանական օգնությունից մինչև նեղ մասնագիտացված հոգեբանական օգնություն, որտեղ դու կարողանում ես յուրաքանչյուրին եւ ամեն մեկին կարևորել, յուրաքանչյուրին եւ ամեն մեկին լսելի դարձնել ու լսել ու իրեն բերել այն հանգրվանին, որ կարիք կա եւ տեղ կա օգնություն ստանալու։ Ես վախենամ, որ միայն նրանք կընդգրկվեն օգնություն ստանալու process-ում, ես նկատի ունեմ վերականգնողական օգնություն ստանալու process-ում, ովքեր իրենք ակտիվ են, պրպտող են եւ ովքեր լավ տեղեկացված են։ Երբ որ լավ տեղեկացված են, հնարավոր է գտնեն այդ հնարավորությունը եւ գնան օգտվեն դրանից, բայց ես ձեզ հավատացնում եմ, հատկապես այս փուլում աշխատելով 17 խոշորացված համայնքում, աշխատելով յուրաքանչյուր եւ ամեն արցախցու հետ, մտնելով յուրաքանչյուրի բնակարան մեր սոցիալական աշխատողների, ես ձեզ ասեմ, շատ փոքր տոկոսն է պատրաստ այդ տեսակ քայլն անելու, գնալու մասնագետի մոտ։ Դրա կարիք ունեն շատ շատերը, բայց շատ քչերն են պատրաստ անել։ Սա ինչի մասին է խոսում, որ մենք ինքներս պիտի օգնենք իրանց այդ հանձնառությունը վերցնելու։ Այստեղ քիչ են ջանքերը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անտոնյան, մինչև Տիկին Մանուկյան, ձեզ անդրադառնալը Տիկին Անտոնյանը նշեց այդ վերափոխման, տրանսֆորմացիոն կարևոր հանգրվանի այսօր հասած լինելու վերաբերյալ, պարոն Դողոցյան, կուզեի ձեզ անդրադառնալ մի կարճ, միգուցե լուսաբանում բոլորիս համար այն մասին, թե ձեր գլխավորությամբ, ձեր ընդհանուր ղեկավարմամբ ինչպիսի հոգևոր հոգեբանական վերականգնման մոտեցում է մշակվել, որը թույլ կտա նաև մասնակցայնությունը ապահովելու, որ մարդիկ ավելի ինքնավստահ կերպով կարողանան եւ ավելի վստահ ու ինքնավստահ կերպով կարողանան դիմել մասնագետի աջակցության եւ ստանալ այդ աջակցությունը, ինչպիսի հենման կետեր եք ըստ էության ստեղծել, որոնք որ թույլ են տալիս մարդուն ավելի վստահ աշխատել մասնագետի հետ։ Ընդ որում, որպես միգուցե կարճ ռեպլիկ ընդգծեմ, որ հիմնադրամի ծրագրերի շահառուների ընդամենը 1/3-ն է իդեպ եղել արցախցիներ։ Մնացած 2/3-ը, գոնե իրանք իրանց ներկայացրել են որպես հայաստանցիներ, այսինքն այն կոլեկտիվ տրավմայի հետևանքները, որոնց մասին պարոն Աթանասյանն էր խոսում, դրանք բնակության վայրով ցավոք սրտի չեն բանարել, չեն սահմանափակվել։ Խնդրեմ։ Տեսեք, նախ ամենաառաջինը, հա, եթե հիմնադրամի իմ աշխատակիցները կհիշեն, շեշտը դրվեց խմբային ձևաչափի վրա, խմբային ձևաչափով աշխատելու վրա, իսկ խմբային ձևաչափը նպաստում է նրան, որ հենց այդ ստիգման, որը որ կար մեր գրեթե բոլոր համայնքներում, որ դու չգիտեմ, հոգեկան խնդիրներ ունես, եթե գնում ես հոգեբանի, դու եթե փորձում ես դուրս գալ քո դժվարության մեջից ու չգիտեմ ինչ որ գործունեությամբ զբաղվել, ապա դա ամոթ է։ Այս ամենը խմբային ձևաչափում ստանում է իր լուծումները, բայց մինչև խմբային ձևաչափին գնալը այն մեթոդը, որը որ մենք ներգրավում ենք մարդկանց, դա revival.am կայքն է, որտեղ տեղադրված են երկու թեստ ու թեստերը մարդիկ լրացնելու արդյունքում ունենում են պատասխանից հետո մարդկանց առաջարկ է գնում ոնց որ մասնակցելու հոգևոր հոգեբանական վերականգնման խմբային աշխատանքներին ու ոնց որ տրվում է մարդկանց այս ընտրության հնարավորությունը ու շատերը երբ որ կապվում են, թողնում են իրենց տվյալները ու իրենց զանգում է մեր մասնագետը, հենց այստեղ ստեղծվում է այդ նուրբ կապը մասնագետ շահառու եւ մասնագետի այդ անվտանգության մթնոլորտը պահպանելու ու ձևավորելու արդյունքում է, որ մարդիկ վստահություն են ունենում ու որոշում են կայացնում հետագայում խմբին մասնակցել եւ անցնել հոգեվոր հոգեբանական ճանապարհը revival-ը։ Տիկին Մանուկյան, մենք արդեն լսեցինք այն մասին, որ ահռելի ծավալի աշխատանք է, կարիք կա
եւ ահռելից ավելի աշխատանք է կատարվել, որը սակայն այլևս չունի առաջվա խանդավառությունը միջազգային գործընկերների կողմից աջակցության իմաստով։ Ինչպիսի լուծումներ, միգուցե այսպես ասեմ, ինչպիսի լուծումներ ա, որ մենք կամ ունենք, կամ առաջարկում ենք մեր գործընկերներին, որով որ կկարողանանք այնպես անել, որ բոլորը հնարավորություն ստանան դիմելու եւ ստանալու իրենց համար օգտակար, իրենց համար հարիր աջակցություն, ինչպիսի է, միգուցե էկոհամակարգն է ճիշտ բառը, ինչպիսի էկոհամակարգ է, որի կարիքը դուք տեսնում եք, նաեւ հաշվի առնելով ձեր բազմամյա փորձը հումանիտար ծրագրերում եւ ինչպիսի համագործակցություններ ա, որ մենք փնտրում ենք։ Շնորհակալություն պարոն Նիկողոսյան հարցի համար եւ շնորհակալություն մեր հարգարժան խոսնակներին, որովհետեւ մի պահ մենք բոլորս կարծում եմ ընկղմվեցինք հոգեբանական հետպատերազմյան ճգնաժամի խնդիրների, հոգեբանական խնդիրների, որոնցից բոլորս եւ ամբողջ հասարակությունը կրում ենք մեր հետևանքները, այդ բազմաշերտությունը, խորությունը, բարդությունը Եվ այն աշխատանքը, որը Նազելին եւ պարոն Նիկողոսյանն էլ նշեցին, հիմնադրամը արել է նախորդ 3 տարիների ընթացքում, տալիս է հիմքը մտածելու, որ մենք վերականգնումը դա որպես ծառայություն պարզապես, մեկ անգամյա ծառայություն չպիտի դիտարկենք, քանի որ խնդիրը խորն է, մենք պիտի նաեւ որպես համակարգ դիտարկենք։ Ինչպես հաջող պարոն Նուբար Աֆեյանն է ասում, դոկտոր Աֆեյանն է ասում, եթե ուզում ենք փոփոխությունը երկարատև լինի, մենք պիտի մտածենք ոչ թե ծառայություններով, այլ համակարգերով։ Այսինքն մենք ոչ թե պիտի ճգնաժամին մտածենք, որ ճգնաժամը կլինի, մենք արձագանքենք, այլ մենք պիտի դիմակայուն լինենք, մենք պիտի պատրաստ լինենք, այսինքն մենք պիտի ունենանք այդ ուժերը ազգովի, որ կարողանանք հաղթահարենք ցանկացած խնդիր, կլինի որևէ ճգնաժամ, Աստված մի արասե, էլի պատերազմ։ Ուզում եմ ասեմ, որ երևի այն աշխատանքը, որը արվել է արդեն նախորդ տարիների ընթացքում, հիմք է տալիս մտածելու, որ այս մոդելը, ապացուցահեն մոդելը, հնարավոր է մասշտաբայնացնել եւ մենք դա դիտարկում ենք համագործակցությունների շրջանակում այն ապացուցել է արդեն որ փուլային է դա նշանակում է որ մարդը մասնակից ով դիմում է իր կարիքներից ելնելով դառնում է ծրագրի մասնակից վերականգնման հայկական ճանապարհ հիմնական ծրագրի մասին եմ խոսում մարդը կարող է եւ ազատ է մասնակցել փուլերից որևէ մեկին Երապուլ է, բայց պարտադիր չէ բոլոր փուլերին մասնակցել, այսինքն ինքը բավականին ճկուն է։ Այն ուսուցանելի է, ապացուցվեց, որ մոդելը կարող ենք ուսուցանել եւ ես մեծ հպարտությամբ այսօր նայում եմ դահլիճում գտնվող մեր վերապատրաստված մասնակիցներին եւ բնականաբար շնորհակալություն եմ ասում փորձառու վերապատրաստողների թիմին, պարոն Դովլաթյանի առաջնորդությամբ, որտեղ դա տալիս է հնարավորությունը, որ մենակ, ասենք, հիմնադրամի կենտրոնական մի թիմ չի, որ պիտի այդ վերականգնման աջակցի մարդկանց, այլ կարելի է փոխանցել եւ դա է նպատակը, որ մենք համայնքներում, տեղերում ունենանք մասնագետներ, ում մենք դիտարկում ենք որպես առաջնային գիծ։ Մարդը, եթե ունի աջակցության կարիք, հոգեվոր հոգեբանական մոտեցմամբ, ուրեմն մենք ունենք այդ մարդիկ, ովքեր իրենք ընդառաջ կգնան մարդկանց։ Երրորդը ոչ կլինիկական է մոդելը, ինչ է դա նշանակում, մենք չենք բուժում, դրա համար կան այլ մասնագետներ, մենք օգնում ենք մարդկանց գտնել իրենց ներքին ուժերը, ես ճիշտ ասած փորձում եի մետաֆորիկ համեմատությամբ գտնել ինչ-որ հնարավոր այն ամենամոտ ձևակերպումը, որ այս մոդելին կարող է ու շատ հետաքրքիր էր, որ մտքիս եկավ այբուբենը։ Մենք տալիս ենք մարդկանց այբուբեն եւ քերականության կանոնները։ Թե մարդը այդ այբուբենից ինչ տառերով, ինչ պատմություն իրեն հարմար եւ իր ուզած ոնց է ձևակերպում ու ոնց է վերաշարադրում, այնպես որ ինքը տեսնի իր ապագան։
դա մարդու ընտրությունն է։ Այսինքն մոդելը հնարավորություն է տալիս բավականին ճկուն է եւ որպես մշակութային ադապտացման տեսակետից եւ հոգեվոր արժեքների տեսակետից բավականին ճկուն է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մոդելը հնարավոր է մասշտաբայնացնել, հնարավոր է համագործակցությունների մեջ դիտարկել եւ տալ այն հնարավորությունը, որ այն մարդը, ով երբևէ չի դիմել հոգեբանի, ավելի հանգիստ ու ավելի ազատ կզգա խմբային աջակցության անվտանգ միջավայրում։ Շնորհակալություն, Տիկին Անտոնյան, ես նկատում եի, որ դուք հաստատական շարժումներ էիք անում Տիկին Մանուկյանի խոսքի ընթացքում եւ ելի կվերադառնամ ձեզ հաշվի առնելով ձեր բազմամյա փորձառությունը եւ ամենակարևորն է նաեւ սրտացավությունը նման ծրագրերի շարունակականությունը անշրջելիությունը միգուցե ապահովելու իմաստով այ հաշվի առնելով այն պահը, որի մեջ որ հայտնվել ենք, մոռացա այդ բառը, որ դուք նշեցիք, տրանսֆորմացիոն միգուցե ասացիք, այդ հանգրվանը, որտեղ որ հասել ենք, ինչպես եք դուք պատկերացնում այդ տեղական մեր ուժերով, տեղական կառույցների այդ բրգաձև դուք ասացիք համագործակցությունը, ինչպիսին կարող է կամ պետք է լինի այն մոդելը, որը հնարավորություն կտա ի վերջո մեզ հաղթահարել կոլեկտիվ տրավմայի անհատական հետևանքները, որի կրող են շատերը։ Շատ լավ, նախ ուզում եմ, եթե թույլ տաք փոքրիկ հպարտությամբ ասել, որ այս մեթոդի, մոդելի հեղինակները սոցիալական աշխատողներ են եւ այստեղ շատ խորը իմաստ կա, ինչու է հատկապես իրենցից սկսել եւ ինչպես են բարեկամացել սոցիալական աշխատողներն ու հոգեբանները։ Այդ բարեկամության կարիքը կա։ Ես շատ սիրում եմ հոգեբան, իրենք գիտեն դա, բայց նաեւ գիտենք, որ այնուամենայնիվ ձեր նշած բուրգի առաջին 3 մակարդակը հոգեբանինը չէ։ Առաջին 3 մակարդակը ուղիղ առնչությունը մարդու հետ, որը կարիքի մեջ է։ Կամ տեղահանման հետևանքով, կամ կյանքում տեղի ունեցած անհաջող ծախողված ինչ-որ երևույթից հետո, կամ ավելի կատաստրոֆիկ, ներառյալ նաև ավելի մակրո, այն ճգնաժամի մասին եւ այն տրավմայի մասին կոլեկտիվ, որ արդեն խոսվեց, բոլոր այս պարագաներում առաջնային օգնության ձեռքը սոցիալական աշխատողի ձեռքը պիտի լինի կամ նվազագույնը առաջնային հոգեբանական օգնության հմտություններին տիրապետող ցանկացած մասնագետ։ Եվ ես հաստատակամ շարժում էի անում հատկապես այն մտքի հետ կապված, որ համայնքներում լինեն այդ ուժերը, գրագետ պատրաստված ուժերը, ովքեր դա կանեն բավական գրագետ, արդյունավետ, երբ որ մենք Արցախում պատրաստում էինք սոցիալական աշխատողների, իհարկե մենք ընդհանրապես ներածական դասընթաց հասցրեցինք անել, մենք իրենց անվանում ենք պարապրոֆեսիոնալներ, այսինքն մարդիկ, ովքեր գոնե մուտքը գիտեն, մասնագիտության մուտքին տիրապետում են եւ առնվազն գիտեն ինչպես խոսել մարդկանց հետ, ինչպես քաջալերանքով խոսել, ինչպես ըմբռնումով խոսել, ինչպես էթիկական սահմաններում խոսել հատկապես վիշտ առաջացնող երևույթների մասին եւ այլն, եւ մտածում եմ, որ նմանատիպ գիտելիքը պիտի լինի ձեր ասած այբուբենի պես ցանկացած ոլորտի մասնագետի գործիքը։ Այդ չափ մարդկանց հետ ուղակի գրագետ եւ էթիկապես ճիշտ վարվելը պիտի լինի ուղակի ճիշտ այնպես ինչպես լեզուն ենք օգտագործում, ճիշտ այնպես ինչպես ողջունում ենք իրար, դա այդքան նվազագույն մինիմումի մեջ գտնվող գիտելիք է։ Եվ շատ կողմնակից եմ, որ ինչքան հնարավոր է շատ մարդ տիրապետի դրան, որովհետեւ գիտենք, բոլորը չէ որ գալիս են անպայման, կլինիկական հոգեբանի մոտ։ Շատ խնդիրներ լուծելի են անմիջապես այդ ճիշտ վարվելու եւ ճիշտ խոսելու մարդկանց հետ ճիշտ խոսելու պարագայում եւ առնվազն հետ կպահեն խորացումից, եթե մենք ունենանք բավականաչափ թվով մասնագետներ դա անելու։ Իհարկե դրա չեմպիոնները պիտի լինեն սոցիալական աշխատողները, որպես առաջնագծի աշխատողներ, բայց մենք գիտեք դրա մասին շատ ենք խոսում, մենք ունենք կատաստրոֆիկ փոքր թիվ սոցիալական աշխատողների մեր երկրում, կատաստրոֆիկ։ Ինչ է նշանակում ընդլայնված համայնք եւ ընդամենը 1 կամ 2
սոցիալական աշխատող։ Այդ նշանակում է չունենալ ուղղակի, մոտորապես նման մի բան է։ Փոխարենը իհարկե չենք կարող Մարսից բերել այլ ռեսուրսներ, համակարգային մտածելու պարագայում բնականաբար մենք պիտի զինենք մեր ոստիկաններին, զինենք մեր ուսուցիչներին, ում որ ունենք, զինենք մեր ադմինիստրատիվ աշխատողներին, որ գոնե այդ չափ գիտելիք ունենան եւ մարդկանց ավելի չխորացնեն իրավիճակը մարդկանց, քան ինչ հարցով որ գալիս են, դրա պատասխանը լինի հանգստացնող, տագնապանություն չխորացնող եւ դրա պատասխանը լինի գրագետ ու ուղղորդող։ Առնվազն այսքան կարելի է առաջին մակարդակում ապահովել։ Երկրորդ մակարդակը վերաբերում է բնականաբար պլյուս տարբերակին, երբ որ բացի այն, որ գրագետ ես վարվում, նաև իրազեկ ես բավականաչափ եւ գրագետ ես, որպեսզի ճիշտ ռեսուրսների ուղղորդես մարդուն, իր կարիքին համապատասխան։ Ասես ինչը որտեղ է։ Կամ որ տիպի մասնագետը որտեղ կարող ես գտնել, որտեղ կարող ես անվճար կամ վճարովի գտնել այս կամ այն հարցի պատասխանը։ Երրորդը շատ ավելի մասնագիտական է, այստեղ պիտի գան արդեն ռեալ սոցիալական աշխատողները։ Հավատացնում եմ, որ ձեզ առաջին երկրորդ մակարդակի համար ոչ սոցիալական աշխատողը պետք լինել, հատուկ մասնագիտական կրթությամբ, ոչ էլ, գիտեք, հոգեբան կամ մի այլ, սա ուղղակի իսկապես այ բնական գիտելիքը յուրաքանչյուրը պիտի ունենա։ Այլ երրորդ մակարդակը գալիս է պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանք դաշտ, որտեղ դու պիտի եւ սիստեմն իմանաս, եւ մարդկանց հոգեբանությունը հասկանաս, եւ արկա ռեսուրսներին ոչ միայն իրազեկ լինես, այլև ունենաս իմիջ, հարգանք, որ այ հենց դու ես այն մարդը, որը խաչմերուկում է գտնվում ռեսուրսների եւ կարիքների միջև։ Իսկ հասնելու նման իմիջի դա, գիտեք, տարիների աշխատանք է եւ տարիների ջանք է մինչեւ նույնիսկ շրջանավարտը, սկսնակ ավարտածը չի կարող գտնվել այդ խաչմերուկում, այդտեղ կարողանում են գտնվել փորձառու մարդիկ, արդեն կենսափորձով եւ գիտելիքահեն, ապացուցային մոտեցումով աշխատող մեկը։ Նոր դրանից հետո բոլոր այն դեպքերում, երբ որ մարդկանց հարցերը այդքանով չեն լուծվում, չեն ստանում ճիշտ պատասխան, այդտեղ մենք արդեն պլյուս, հաջորդ պլյուսը գալիս է աջակցություն նաեւ նեղ մասնագետներից, բնականաբար առաջին հերթին հոգեբաներից։ Միայն 4%-ը մեր ազգաբնակչության, լինի տեղահանված, լինի տեղացի, միայն 4%-ը մարդկանց կդառնա հոգեբուժի կլիենտ, նրա հոգացության, օբյեկտ, եթե մենք այս ձևով աշխատենք ազգաբնակչության հետ, անկախ նրանից տեղացի են թե տեղահանված են։ Իսկ եթե մենք այդպես չենք աշխատում, այս պահին ես ձեզ 17 համայնքի տվյալներով կարող եմ ասել։ Եվ կարող եմ ասել, դա մի քիչ բարդ է առանց էմոցիայի ասել, կարող եմ ասել մարալիկ սոցիալական տան վիճակը, ես ձեզ կարող եմ ասել ուրիշ բնակավայրերի վիճակ, որտեղ մարդիկ, ովքեր նախկինում ունեցել են իրենց կյանքը, լավ թե վատ, բայց լիարժեք, իրենց ինքնությունը պահպանող լիարժեք կյանք են ունեցել, ովքեր գործառնել են։ Գիտեք, անկախ նրանից մենք հավանում ենք գործառնման այդ եղանակը թե ոչ, դա եղել է իրենց կյանքի ոճը։ Հիմա 180%-ով պայմանների եւ կյանքի ոճի փոփոխության հետևանքով ես ձեզ հավատացնում եմ, ավելի քան 20%-ը կարիք ունի նեղ մասնագիտացված օգնության, որովհետեւ ուշացել ենք, իրենց հարցում ուշացել ենք, պիտի խոստովանենք։ Եվ նույնիսկ այսօր արդեն ուշանում ենք։ Այնպես որ ես շատ կցանկանայի, որ օգնող ուժերը իսկապես նստեն երկխոսության, աշխարհագրականորեն բաժանեն, պիրամիդայի օրենքով բաժանեն, բայց կա հստակ տվյալներ, արկա են այդ տվյալները, որտեղ են մարդիկ ավելի շատ այս պահին տառապում։ Հատկապես որ խմբի համար է, եւ դա բացարձակ կապ չունի խոցելիության խմբերի հետ։ Ճիշտ եք ասում, որքան ինտելեկտուալ, այնքան մեծ է տառապանքը։ Եվ այնքան քիչ է ցանկությունը խոսելու մեկ ուրիշ մարդու հետ։ Հետևաբար, մենք իսկապես խելք-խելքի տալու կարիք ունենք եւ հենակետեր ձևավորելու կարիք ունենք, որպեսզի այս իրար փոխանցելու միմյանց միջև համագործակցելու միջոցով միմյանց հետ մենք կարողանանք ոչ մեկին չթողնել հետևում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անտոնյան, ռեպլիկի կարգով ընդամենը ասեմ, որ մենք հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը իր ստեղծման օրվանից ի վեր հանձնառու է աջակցելու համ այդ միջմասնագիտական եւ տարբեր կազմակերպությունների նաեւ պետական կառույցների անշուշտ մասնակցությամբ այդ երկխոսությանը այն նպատակով, որ ի վերջո ստեղծվի այդ աջակցման էկոհամակարգը, անշուշտ կրկնողություններից խուսափելու համար, բայց ամենակարևորը, որ մարդիկ ստանան իրենց կարիքից բխող տիպի, ուրեմն աջակցություն եւ
շտապ եմ ասել, որ մոտ մի 2 ամսից կարծում եմ մենք կգործարկենք որակապես բարելաված մեր կայքը, որտեղ կլինի կարիքի գնահատման շատ ավելի առաջավոր փորձի կիրառմամբ համակարգ, որը մեծ պատրաստակամությամբ կկիսենք դաշտի այլ խաղացողների հետ, իրենց իսկ շահառուների հետ աշխատանքը ավելի ճիշտ, ավելի կազմակերպված, ուրեմն առաջ տանելու համար եւ մենք այդ համագործակցության եւ ընդհանուր եզրեր գտնելու մարդկանց ավելի լավ օգնելու ջատագովն ենք որպեսզի ամփոփենք ես մի հարց եմ պատրաստել մեր բոլոր բանախոսների համար փորձենք նաեւ այնպես անել որ ամփոփենք ավելի դրական հույզերով ներկայիս այս գոյաբանական մտածելակերպը, որը ձևավորվել է մեր երկրում պատերազմի անմիջական հետևանքով, պատերազմի եւ դրա հետևանքների բերումով։ Եթե ինչ փոխվի հաջորդ 3-4 տարիներին, ինչպիսի հասարակություն կունենանք եւ ինչպիսի վարքային դինամիկա մենք կտեսնենք հասարակության տարբեր շերտերի, բայց Միգուցե, չգիտեմ, առանձնացնենք մի քանի շերտեր, օրինակ երիտասարդների շրջանում եւ հակառակը, խնդրեմ, կիսեք ձեր մտորումները, ինչպիսին են այն հասարակությունները, որոնք կարողանում են ըստ էության այդ հավատոք քայլը կատարել դեպի վերականգնում, չնայած հետ տրավմատիկ այդ անորոշ վիճակին։ Եթե ոչինչ չփոխվի, որևէ պոզիտիվ բան ասել չի լինում, բայց Ես ես օրինակ բերեմ ցիտատ վերջերս ֆոկուս խմբերից, որոնք մենք մարզերում արեցինք Արար հիմնադրամի հետ միասին, Սյունիքի մարզ, Սահմանամերձ գյուղ, արդեն ավելի մոտ հայտնված ադրբեջանական մեծ դրոշ, որտեղ որ չպիտի լիներ, ոչ պատմականորեն, ոչ այլ իմաստներով, եւ այդ կինը, ով ինչպես այստեղ դահլիճում նստած մեծ մասը կանայք են, կինն է շատ հաճախ տրավմայի հետ կոուփինգ անում, ավելի էֆեկտիվ, ինչպես Տիկին Անտոնյանը ասեց, բնատուր կարողություններով կամ մինիմալ կարողությունների միջոցով առաջնային արձագանքը էֆեկտիվ կարողանում է անել, շատ հաճախ ավելի լավ, քան տղամարդիկ, դա այլ թեմա է, բայց այդ կինը հարցազրույցներից մեկում ասաց, այո, մենք տեսնում ենք այդ դրոշը եւ այդ հարևանությունը Եվ ինչ պիտի անենք, ոմանք միգուցե ճամպրուկն են հավաքում եւ գնում եւ այն, բայց մենք ցուցադրաբար պարան ենք կախել լվացքի եւ մեր երեխաների լվացքն ենք իրենց դիմաց կախում, որ տեսնեն, ոչ վախենում ենք, ոչ այլ կերպ ենք սկսել ապրել, ոչ էլ որոշել ենք, որ երեխա չենք ունենալու, հակառակը։ Այդ ամեն ինչի հակառակն ենք անում, այսինքն չանելու փոխարեն պետք է անենք։ Այդ չանելը սխալ մոտեցում է։ Մեկ այլ կին ասում է չէ տարով, միայն չամիջ կա մեզ համար եւ չիր, մնացած չէ չկա, պետք է անենք։ Եվ այս է, որը որ ես կուզեի, որ ցուցադրվի, հնչեցվի ամեն օր սոցցանցերով, հեռուստատեսությամբ եւ ոչ թե այն, ինչ մենք տեսնում ենք։ Այն, ինչ մենք տեսնում ենք, ել ավելի մեծ տրավմա է ստեղծում, որովհետև մեզ հիշեցնում են մեր տեղը, որին մենք արժանի չենք, տրավմայի տեղը։ Եվ ցավոք սրտի, այո, իսկապես կառավարման համակարգն է հենված վախի մեթոդի վրա, ավանդաբար, եւ այդ վախը եւ վախեցած հասարակությունը շատ հեշտ մատչելի ենթարկվող խումբ է։ Մենք պիտի ասենք չէ, չէին։ Այլևս չասենք դու չես կարող եւ ես տեսնում եմ մանկավարժական ոլորտում ցավոք երեխաներին դաստիարակման մեթոդներից մեկն է այն, որ չես կարող։ Ոչ թե չի կարելին օբյեկտիվ իրականություն է, բայց որ չես կարող, դա տիպիկ հայկական մոտեցում է եւ ստեղծում է երեխայի մեջ տրավմատիկ մտածողություն։ Անընդունելի վիճակ է։ Նորից ավելի լայն տեսանկյուն կա, քան միայն հոգեբանական ասպեկտը եւ այլ մանկավարժական խնդիրներ կան, քաղաքական խնդիրներ կան, հոգեբանական, բայց ազգային հոգեբանության հետ կապված։ Եվ ես տեսնում եմ, որ եթե մենք այսպես մոտենանք հարցին, որ կարող ենք եւ դա ցուցադրենք, դա հնչեցնենք, դրա օրինակը ծառայենք ամեն մեկս, ապա դա էֆեկտ կունենա, բնականաբար կունենա։
Շատ դժվար է պարոն Անդրանեսյանից հետո բան ավելացնել, շատ կարճ կլինեմ։ Գործել, բայց շատ կարևոր է, որ ամեն մեկս անենք ինչ որ իսկականից լավ ենք հասկանում, ինչից որ լավ ենք հասկանում, հենց այդ ոլորտում։ Մի քիչ ինքնասիրահարվածությունից ազատագրվենք, որտեղ մենք բախվեցինք ինչա լինում, երբ որ մենք ոչ ռեալիստական պատկերացում ունենք մեր մասին, մեր շուրջը գտնվող մարդկանց մասին, եւ այդպես չի, ես օրինակ չեմ վախենում այդպես հա թերությունները տեսնելուց եւ թերությունների մասին բարձրաձայն խոսելուց, ոչ թե որովհետեւ այդքան քաջ եմ կամ տարբերվում եմ եւ այլն, այլ որովհետեւ ես ինձ համար գոնե բանաձևը գտել եմ, որ դա է միակ տարբերակը, պետք է առերեսվես, որ այդտեղից սկսի իսկ ինչ անեմ հաջորդիվ։ Ես մտածում եմ, որ եթե չներշնչենք մարդկանց հատկապես երիտասարդության մասը դուք, հա, որպես խումբ նշեցիք, եթե մենք չներշնչենք եւ չխթանենք այդ մտածելակերպը ինչ անել հաջորդիվ, որտեւ եղածի, սա չի նշանակում եղածի հետ հաշտվել, բայց սա նշանակում է ունենալ ելակետ, որտեղից այն կողմ տեսնում ես, լույս ես տեսնում եւ ասում ես, հա, հնարավոր է գնալ դեպի այդ լույսը։ Ես կուզենայի, որ մեզանից յուրաքանչյուրը իր հնարավորության շրջանակներում սոցկայքերով կլինի, պարզապես դասարաններում կլինի, լսարաններում կլինի եւ այլն, երբեմն ես ինձ կոնկրետ բռնացնում եմ, Աստվածչանի ամբիոնի վարիշներն ու դեկանները դրա մասին իմանան, բայց ես ինձ հաճախ բռնացնում եմ նրա մեջ, որ թեմայից այնքան եմ գնում, գալիս եմ այս խնդիրները, անկախ նրանից թե ինչ թեմայով է դասախոսություն, բացի վերջո գալիս ենք, որովհետև զգում եմ դրա պահանջը, ես զգում եմ նաև դրա պահանջը երիտասարդների աչքերի մեջ, ես զգում եմ նրանց մարմնի արձագանքից, ես զգում եմ տաքանալուց, օդը տաքանում է լսարանում, երբ որ մարդկանց հետ խոսում ես հենց այս լեզվով, ինչ անել հաջորդիվ, նստել, սկալ, արդեն ավարտեցինք, հաջորդիվ ինչ ենք անում, որ վիճակը փոխվի, իսկ ես ինչ կարող եմ անել ինձ համար, իմ փոքրիկ միկրոմիջավայրում եւ այլն։ Հետեւաբար, եթե չխթանենք այս մտածելակերպը, կարծում եմ, քչերը դիմակայուն կլինեն։ Մինչդեռ եթե մենք ջանք գործադրենք, հա, այդ չերի շարքում նաև հուշենք կամ խթանենք ինչ անելը, հավանաբար մեծ կլինի այդ բանակը եւ այս կենսունակ ազգին այդքան հեշտ չի ծնկի բերել։ Իրեն կարող են տխրեցնել, իրեն կարող են ժամանակավոր ինչ-որ անելանելի վիճակների մեջ դնել, բայց սեփական ներքին դիմակայունությունից զրկել ոչ մեկին չի հաջողվել ու վստահ եմ, որ չի էլ հաջողվի։ Ուղղակի այդ բանակը մի քիչ էլ հզորացնենք, այդպես պոզիտիվ մտածողների բանակը մեծացնենք։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ հետ գամ մոտեցման տրավմաբանությանը, տեսեք, նույն այս տրավմայի արդյունքում, երբ որ ամեն ինչ սառած է ու հենասյունները պատկանելիության եւ ինքնության կարծես թե խալխլված են, օգնության է գալիս այդ պատմամշակութային հիշողության վերաիմաստավորումը, որը հենց օգնում է վերականգնել, վերաիմաստավորել պատկանելիության զգացումն ու որը իր հերթին բերում է գործունակությունը, հա, քո ասած հավատո քայլին, որը մեր հավատո քայլը, leap of faith-ը մեր մոտեցման մեջ այն փոքր, այն չնչին շարժումն է, որը որ հերոսական ինչ-որ գործողություն չի, որը գլոբալ ինչ-որ արարք չի, փոքր քայլեր, որոնք որ տանում են դեպի ապագա, իսկ ես կարծում եմ, որ ու նաև տեսնում ենք, հա, որ փոքր քայլեր արվում են ու կամաց տրավմայի հետևանքով առաջացած այդ ապագայի մշուշը կարծես թե ցրվում է, վաղ թե ուշ ինչ-որ գլոբալ շարժում կլինի, որը կլինի մանր շարժումների համախմբվածություն, այսինքն ազգովի կանենք հավատոցատկ։ Ես ճիշտ ասած լինելով խորը լավատես, առաջի պահին ամիջապես հենց ինչ որ հակադրություն եկավ իմ մոտ, որ չենք կարա չանենք ոչ մի բան, նույնիսկ եթե մենք չբառը հանում ենք մեր այբուբենից, մենք պիտի անենք ու կարող ենք դա անել ու անում ենք։ Ու ես լրիվ համաձայն եմ Տիկին Անտոնյանի հետ, որ մենք պիտի գործենք, բայց ուզում եմ մի բան հավելել, լրացնել, որ այն դեպքերում, որ մենք կարող ենք ամեն մեկս մեր դերում, մեր կետում, մեր տեղում անենք մեր գործը, բայց վերականգնումը դա մի ծրագիր չի։ Կոլեկտիվ տրավմայից վերականգնումը, այդ բոլոր խնդիրները, որ մենք արդեն խոսեցինք, ինքը մի ծրագրով չի, դա ճանապարհ է։ Ու մենք բոլորով ազգովի ամեն մեկս մեր տեղում, եթե պետք է նաև համադրելով մեր բոլորի ուժերը,
պիտի դուրս գանք այս վիճակից։ Ու ես ուզում եմ ասեմ, որ այն մի ծաղկով գարուն չի գալիս կամ մի ձեռքը ծափ չի տալիս, այդ իզուր չի, որ մենք ունենք նման ասացվածքներ, այսինքն մենք այսն իրավիճակում ենք, որ մենք պիտի համադրենք մեր ուժերը ու իմ փորձը տարբեր կառույցներում աշխատանքային փորձը ցույց է տվել, որ մենք հաջողության հասնում ենք այն ծրագրերում, այն միջամտություններում, երբ որ մենք ընդհանուր նպատակ ենք գտնում ու համադրում ենք բոլորի ուժերը։ Ճիշտ է, մենք ազգովի բոլորս լիդերներ ենք ու մենք անհատական ենք սիրում աշխատել։ Դա մեր ազգային գծերից մեկն է, լավ թե վատ, չեմ գնահատում, բայց խնդիրը այնպիսին է, որ մենք պիտի համադրենք մեր ուժերը, եթե պետք է թիմով, եթե պետք է տարբեր կառույցներով, ուրեմն պիտի միավորենք մեր ուժերը։ Ու դրա համար հիմնադրամի անունից ուզում եմ շեշտել, որ մենք բաց ենք համագործակցության բոլորի հետ, բոլոր կառույցների հետ, կլինի հասարակական սեկտոր, պետական կառույցներ, անհատներ, դոնորներ, բոլորի հետ, որովհետև խնդիրը այնպիսին է, որ մենք պիտի համադրենք մեր բոլորի ջանքերը իշա մեր հասարակության առողջացման, իշա այն նպատակի, այն տեսլականի, որ մենք կանք, պիտի լինենք, եղել ենք կանք ու պիտի լինենք, այսքան։ Շնորհակալություն, շատ պոզիտիվ մտքերով, որ օգնեցիք ամփոփենք այս հակառակ պարագայում ոչ շատ ուրախ թեմայով քննարկումը, բայց հիմա միգուցե ավելի հստակ գիտենք, թե ինչն է խնդիրը ձեր օգնությամբ եւ հաստատ գիտենք ինչ կարող ենք անել հաջորդիվ։ Շնորհակալություն ձեզ շատ այս քննարկմանը մասնակցելու եւ ձեր մասնագիտական գիտելիքները մեր բոլորի հետ կիսելու համար։ Այդ սյունեցի կնոջ օրինակը, որը լվացքներ փռում սահմանին, երեխաների լվացքներ փռում սահմանին, եթե բյուրեղացնենք, այն հիմնական գաղափարն է, ինչի շուրջ նաև պարոն Աֆյանը ստեղծել է այս հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը, որտեղ մենք ապավինում ենք այդ մեր վերականգնողունակության փորձառությանը եւ փորձում ենք դրան ուղղակի տանք ինչ որ ձևաչափ, ինչ որ ստրուկտուրա ենք փորձում տալ, օգնելու բոլոր են մեր հայրենակիցներին, ովքեր ունեն դրա կարիք։ Եվ քանի որ այս քննարկումը նաև ինչ որ առումով հանգրվանային էր եւ ամփոփում դարավ մեր հիմնադրամի վերջին 3 տարիների գործունեության, չեմ կարող առիթը բաց թողնել եւ անպայման ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այսօր դահլիճում առնվազն 2 հոգու տեսել եմ մեր արժեքավոր շատ գնահատելի գործընկերներից, ովքեր որ արդեն երկար ժամանակ մեզ աջակցում են մեր բոլոր ծրագրերում, պարոն Դավիթ Գևորգյանին եւ Զինապահ հիմնադրամի տնօրեն Տիկին Սարգսյանին, ովքեր որ արդեն մեզ երկար ժամանակ օգնում են համ կատարելագործել մեր ծրագրերը, համ հասնել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Շնորհակալություն բոլորին եւ հիմա միգուցե խոսափողը փոխանցեմ արդեն մեր թիմի անդամներին, որպեսզի հասնենք այսօրվա միջոցառման 3-րդ միգուցե ավելի կարևոր մասին, որտեղ որ մեր ինչպես Տիկին Անտոնյանը ասեց, որ անենք այն ինչից որ լավ ենք հասկանում, արդեն հոգեբանական աջակցության ծրագրերից լավ հասկացող 23 մասնագետներին հանձնելու համար իրենց վկայականներ։ Շնորհակալություն ձեզ։